Հրապարակ թերթը գրում է, արդեն տևական ժամանակ է Ռուսաստանն արգելել է Հայաստանից պտու բանջարեղենի ներմուծումն իր տարածք, իշխանական շրջանակները փորձում են կրկի խաբել մարդկանց, թե ռուսական արգելքները շրջանցելու ուղի են գտել, բացի այն, որ մի քանի ֆուր մթերք է ուղարկվել տարբեր երկրներ, որպես փորձանմուշ զարտուղի ճանապարհել են գտել։ Իշխանական միջանցքներում պարզենում են, թե հայկական ելակը տանում են Վրաստան եւ այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան, իդեպ նշվում է, որ այդ այլընտրանքային ճանապարհից բոլորը չէ որ օգտվում են։ Մեզ ասացին, որ այդ ուղին աշխատում է Տիգրան Ավինյանի ընտանիքի հետ կապվող ջերմոստերի ելակի արտահանման համար։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Արդարադատության նախարարությունը պատասխանելով Ժողովուրդ օրաթերթի հարցմանը տեղեկացրել է, որ վերջին տարիներին մերժվել է միայն մեկ կուսակցության գրանցում։ Խոսքը Արթուր Ղազինյանի կողմից հիմնադրված քաղաքական ուժի մասին է, որի պետական գրանցման դիմումը մերժվել է պետական ռեգիստրի պետի կողմից։ Նախարարության փոխանցման մերժման հիմքը եղել է կուսակցությունների մասին օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը։ Հրապարակ օրաթերթը գրում է, այս իշխանությունը շատ է հպարտանում ամերիկյան Firebird AI ընկերության նախագծով Հրազդանում արհեստական բանականության համակարգերի տվյալների մշակման կենտրոնի կառուցմամբ, ինչն ուղեկցվում է գրաֆիկական պրոցեսների մատակարարմամբ։ Մեր տեղեկություններով այս նախագիծը ոչ միայն հպարտանալու առիթ է տալիս, այլ նաև հատուկ դիտարկման ներքո է ուժային կառույցների կողմից։ Մեզ հասած տվյալներով Ազգային անվտանգության ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել անվտանգության խորհրդի գրասենյակին, որտեղ նշվում է, որ 2026 թվականի ապրիլից ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտպանության հարցերով ավագ խորհրդական Մեթյու Քրոուն 4 անգամ այցելել է Հրազդանում կառուցվող տվյալների մշակման կենտրոն։ Առաջին անգամ նրան ուղեկցել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը։ Փաստորաթերթը գրում է, որ հետընտրական իրավիճակում ընդդիմությունը դիմում է սահմանադրական դատարան պահանջելով ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչում, իսկ քաղաքացիական պայմանագրին կից սատելիտները սկսում են խոսել ընտրությունների ոչ լեգիտիմության մասին հնարավոր նոր ընտրությունների նախապատրաստմամբ։ Թերթի պնդմամբ Նիկոլ Փաշինյանը հապշտապ քայլեր է անում, ներառյալ Հայաստանում կես տարի ապրածներին ընտրելու իրավունք տալու նախագիծը, ինչպես նաև ընդդիմությանը փակելու ու նստեցնելու մասին հայտարարություններ։ Հրապարակ օրաթերթը գրում է, որոշ տեղեկություններով ռուսական գազի թանկացման պարագայում Փաշինյանի ընկերն ու դաշնակիցը դարձած Իլհամ Ալիևը խոստացել է այլընտրանքային գազ մատակարարել Հայաստանին, մենակ չթողնել կրտսեր ընկերոջը։ Սխեման ըստ մեր աղբյուրի լինելու է այսպիսին, Ադրբեջանը գազը գնելու է Ռուսաստանից եւ համեմատաբար էժան գնով տրամադրելու է Հայաստանին, իսկ թե ինչպես է դա իրականացվելու տեխնիկական մանրամասների վերաբերյալ մեր աղբյուրները լռում են, միայն ենթադրում են, որ գազի գնի էժանացումը հավանաբար սուբսիդավորելու է Ալիևը։ Փաստորաթերթը գրում է, Հայաստանի ընտրական համակարգը հերթական լրջագույն փորձության առաջ է կանգնած, որտեղ քաղաքական նպատակահարմարությունը փորձ է արվում փաթեթավորել իրավական հիմնավորումներով։ Խնդիրը վերաբերում է ընտրություններից հետո ստեղծված այն իրավիճակին, երբ պաշտոնապես արձանագրվել են լուրջ խախտումներ, սակայն պատասխանատու պետական ինստիտուտները ոչ միայն չեն շտկում դրանք, այլև փորձում են միջազգային կառույցների զեկույցների կամայական մեկնաբանությամբ արդարացնել սեփական անգործությունը։ Այս ամենը հարվածի տակ է դնում հազարավոր քաղաքացիների ընտրական իրավունքը եւ սպառնում դառնալ անպատժելիության վատագույն նախադեպ։